Նիկոլայ առաջին ցարից առաջ եւ հետո ինչ փորձությունների եւ վարկաբեկիչ արշավների են դիմագրավել Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահի տեղապահները, որքանով են նրանց հասցեին մեղադրանքները եղել ճշմարտացի կամ հորինված։ Մեկ ռեպորտաժում անհնար է ներկայացնել։ Պատմական այս ժամանակահատվածում դրդապատճառների մասին իմ գործընկեր Սիմոն Հովանիսյանը զրուցել է քաղաքագիտության դոկտորի հետ։ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան առավոտը սկսել է Հայաստանի հոգևոր առաջնորդին անուղղակի անվանելով թաքնված անառակ Խարդախ Վաշխառու։ Շատերն ուզում են հիմնավորել, թե ես կաթողիկոսի թեկնածու ունեմ։ Ցավոք կաթողիկոսի թեկնածու չունեմ, կաթողիկոսի նկարագիր ունեմ։ Մարտով հավատում է Աստծուն, մարտով Հիսուս Քրիստոսի հետևորդն եմ եւ ոչ թե Խարդախ Վաշխառու։ Մարտով ծառայում է եկեղեցուն, բարեպաշտ հոգևորական է եւ ոչ թե վեղարի տակ թաքնված անառակ։ Եվ մենք ունենալու ենք բարեպաշտ եւ աստվածավախ կաթողիկոս։ Քաղաքագետ Արտուր Խաչիկյանը կարծում է, ամեն ինչ սկսվեց, երբ կաթողիկոսը Շվեյցարիայում հայտարարեց, որ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանն Արցախում բռնի տեղահանել է հայերին։ Դրանից հետո փաստերն է իրար կողք շարում Խաչիկյանն ու բացատրում Փաշինյանի քայլերի տրամաբանությունը։ Ադրբեջանի մահմեդականների ղեկավարը հարձակվեց մեր եկեղեցու վրա։ Պարզ է, որ նա օգնում է Ալիևին, Ադրբեջանի մահմեդական ղեկավարին, Էրդողանին հարձակվել մեր եկեղեցու վրա, որտեղ սա վերջի ինստիտուտն է, որը դիմադրում է իր բռնապետությանը։ Հաջորդ քայլը լինելու է քրիստոնեությունից հրաժարվելը։ Հետո կսկսեն եկեղեցիներից խաչեր հանել, որտեղ Ադրբեջանը ցուցակներ ունի, թե որ եկեղեցիները մերը չեն։ Իրենց կողմից որ նայես, դա հասկանալի է, տրամաբանական է։ Ես չեմ հասկանում մեր ընդդիմությունը եւ մեր ժողովուրդը ոնց է թույլ տալիս, որ այսպիսի բաներ արվեն մեր աչքերի առաջ։ Դա է հարցը։ Մնացածը դժվար չէ հասկանալ։ Քաղաքագետը զարմանում է, ինչու են ժողովուրդն ու ընդդիմությունը ոչ համարժեք պայքարում։ Չնայած նշում է, այս իշխանության հետ այս ընդդիմությունն էլ պիտի գնա։ Ակնհայտ է, որ այս մարդը ուղղակի կլաուզա գրող, լրագրող է, որը ամեն անգամ ինչ-որ մարդուն որ ուզում է վարկաբեկի, հարձակվում է իր վրա։ Այստեղ որևէ զարմանալի բան չկա։ Նա անում է ինչ որ նա գիտի։ Ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը նոր համակարգող խումբ է ուզում ստեղծել ոչ միայն կաթողիկոսին հեռացնելու, այլև նոր կաթողիկոս ընտրելու համար։ Այդ ընտրությունները հակասահմանադրական են, լեգիտիմ չեն լինելու, ասում է քաղաքագետ Արտուր Խաչիկյանը, անգամ թատրոնի հետ է համեմատում։ Իսկ պատմության մեջ եղել են էլի այսպիսի թատրոններ, երբ պետությունն անմիջականորեն խառնվել է եկեղեցու գործերին։ Այդ թեմայով մանրամասն խոսել ենք փիլիսոփայական գիտությունների թեկնածու Պարքև Բարսեղյանի հետ։ Մանրամասները մեր առաջիկա թողարկմանը։ Սիմոն Հովանիսյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։